Դուք դիտում եք ապրենք առողջ հաղորդումը 21 TV եթերում բարև ձեզ։ Ես Տաթև Արաքելյանն եմ։ Այսօր հյուրընկալել եմ առողջապահության կազմակերպիչ Հովհաննես Հովհաննիսյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Խոսելու ենք մի թեմայի շուրջ, որ կարծես թե բոլորի կոկորդին կանգնած է, կարող ենք նաև այսպես որակում տալ, եւ շատ հաճախ ոտնահարվում է։ Ուզում եմ խոսենք էթիկայի մասին, պացիենտ բժիշկ, ինչու ոչ նաև բժիշկ, եւ առհասարակ էթիկան առողջապահական ոլորտում։ Գուցե առաջին հայացքից թվա դե առողջապահության ոլորտում բժշկությունը լրիվ հերիք է, բայց արի ուտես, որ շատ հարցեր լուծվում են էթիկայի կանոնների եւ այսպես ասած գրված ու չգրված, դրույթների շրջանակներում։ Եկեք սկսեմ վերջից ձեր հարցի, որտեղ սա շատ կարևոր մի բան է։ Եթե շատ երկար ժամանակ էթիկան դա չգրված ինչ-որ օրենքներ էին, որոնք չնայած Հիպոկրատի ժամանակից սկսած էթիկ որոշ նորմեր ներկայացվել են, որոշ սահմանումներ կիրառվել են եւ մինչեւ այսօր շարունակում են կիրառվել, մի վնասիր սկզբունքը հորինվել է այն ժամանակ, մենք մինչեւ հիմա կիրառում ենք, բայց շատ հետաքրքիր է, որ շատ կանոններ էթիկ գրվել են հենց մեր ժամանակներում։ Ինչի այդպես արվել։ Իրականում բժշկությունը շատ լուրջ փոփոխություններ է ապրում, շատ լուրջ։ Եվ գիտատեխնիկական հզորացումն ու զարգացումը, դեղորայքի նոր մեթոդների, նոր մոտեցումների, նոր հիվանդությունների, նոր սկզբունքների ձևավորումը պահանջ է դնում բժշկության առաջ նույնպես փոփոխվելու։ Այսինքն այն տարբերակը, որ բարև բժիշկ, բարև պացիենտ, էս կխմես, կքսես, ստեսություն, էլ չի աշխատում։ Որովհետև ցավոք սրտի մենք մեր պացիենտներից շատ-շատերի հետ աշխատում ենք շատ երկար, քրոնիկական հիվանդությունների դարաշրջանում ենք ապրում, մարդկանց մոտ հիվանդությունը մի օր սկսում է ու չի ավարտվում երբեք, եւ այդ մարդուն դու պետքա վարես ամբողջ կյանքի ընթացքում։ Մեծանում ենք, իրար հետ։ Իհարկե, իրար հետ մեծանում ենք, իրար հետ ընկերություն ենք անում, մի կողմից լավ երևույթ է, մի կողմից ոչ այնքան, եւ պահանջեր կա առաջանում պացիենտի հետ շփման նոր մոդելների ձևավորման։ Առհասարակ երևի թե կյանքում էլ է դա փոխվել, միայն բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում չի, բայց պացիենտի հետ շփման ձևաչափը փոխվել է։ Եթե տարիներ առաջ ցավոք սրտի դեռ շարունակվում այդ երևույթը, մենք ունեինք բացարձակ ավտորիտետներ բժշկության մեջ, այս ինչը, այն ինչը, սովորաբար իջը վերջավորությունով իրանց ասում էին, այսինքն անունը չկար, մենակ հայրանունն էին ասում, եւ իրանք, այո, որոշիչ, այո, ու ստացվում էր, որ մենք ունեինք այդ գիգանտներին, որոնց խոսքը անբեկանելի էր, որոնք միշտ ճիշտ էին, որոնց հետ պետք էր միշտ համաձայնվել եւ բայց ինչ մի վատ բան է կատարվում բժշկության մեջ։ Ցավոք սրտի բժշկությունը միշտ զարգանում է։ Եվ եթե դու այդ քո ավտորիտետի, դե այս պարագայում ցավոք սրտի, այդ քո ավտորիտետի մեջ մնում, դու սկսում ես հետ գնալ, որովհետև դու չես հասցնում բժշկության հետևից, որովհետև դու գիտես, որ վերջ դու ասում ես մածունը սև գույն է եւ որևիցե մեկը չի քննարկում, որևիցե մեկը քո չի համաձայն, չի վիճում, մի խոսքով ինքը համաձայնում է ու վերջ, քո խոսքը անբեկանելի է եւ դա բերում է սխալների։ Պարզապես ինչն էր բան, որ ավտորիտետի սխալները աչքի ենք փակում, դե եթե ինքն է սխալվել է, այլ ինչ, բայց այդտեղ տուժում է մարդը, տուժում կյանքը, տուժում եւ այլն։ Այս մեկ, երկրորդը առաջա գալիս ոչ թե կյանքի տևողությունը, որպես կարևորագույն նպատակ բժշկության մեջ, այլ կյանքի որակը։ Եթե 30-40 տարի առաջ մեր համար կարևոր էր որ պացիենտը ապրեր, միևնույնն է ոնց, անկողնում գանված չէ։ Հիմա շատ կարևոր է պացիենտը ինչ որակով է կյանքը տանում առաջ։ Եվ որոշ դեղամիջոցների օգտագործում բժշկությունից դուրս է եկել զուտ այն պատճառով ոչ թե իրանք վատն են, այլ իրանք չեն փոխում կյանքի որակը, փոխում են տևողությունը։ Ու այս ամեն ինչը իրար հետ բերեց նրան, որ պացիենտի հետ մենք շատ ավելի շատ բան ունենք քննարկելու։ Այսինքն ոչ թե դու պետքա պացիենտից թույլտվություն հարցնես այս կամ այն բանը անելու, բայց պացիենտը պետքա այնքան տեղեկացված լինի process-ին, որ քո հետ միասին մասնակցի որոշումներ կայացնելու։ Երբ որ ես սրա մասին ասում եմ, շատ իմ բժիշկ գործընկերներ չեն համաձայնվում, վիճում են, ասում են, դե պացիենտը ինչ գիտի, որ համաձայնվի, պսորիազից ինչ է հասկանում, որ համաձայնվի։ Բայց չէ որ մի հատ շատ կարևոր բան կա, մենք մեր պատասխանատվության չափն ենք վաճառում։ Լավ չի կիսենք պացիենտի հետ։ Եկեք կիսենք էլի։ Մենք բժիշկներ ունենք, որոնք շատ են սիրում 100%-անոց արդյունքներ խոստանալ։ Այ բայց չէ՞ որ բժշկության մեջ կոսմետոլոգ ընկերները, բայց իրանց դաշտում շատ է 100%-անոց արդյունավետություն։ Դա չկա տենց բան ախր։
Ասում եք 100, հետո կրակն եք ընկնում դուք, հետո էլ կրակն են ընկնում մնացած են բժիշկները, որոնցից այս պացիենտն ասում է 100% տուր ինձ, ախր չկա այդ 100%-ը։ Հա։ Դրա համար այս ամեն ինչը կարելի է դիտարկել էթիկայի տեսանկյունից։ Հա։ Ու գնալով ավելի ու ավելի են շատանում զրույցները էթիկայի շուրջ, ավելի շատանում են եզրահանգումները էթիկական մոտեցման, էթիկ վերաբերմունքի, էթիկայի հիմնախնդիրների վերաբերյալ ու քիչ-քիչ դա դառնում է արդեն ոչ թե պարզապես մի թիթիզ թեմա, որի մասին խոսում են, այլ դառնում է առօրյա մեր զրույցի թեմա, իսկ դա ամենակարևորն է, որովհետև եթե մենք մեզ դասում ենք ստեղ պացիենտին ընդեղ ոչ ոք չի ստացվելու։ Իհարկե թող ոչ մի բժիշկի մտքով չանցնի, որ ես ասում եմ պետք է պացիենտներին նստացնենք մեր գլխին, ոչ մի դեպքում։ Ամեն մեկը իր տեղն ունի, իր արժանապատվությունն ունի, եւ եթե պացիենտը ունի իր իրավունքներն ու պարտականությունները, բժիշկն ունի իր իրավունքները։ Հա, աղբերս, քուրս, բան, չէ։ Բայց էթիկան ավելին է, չէ՞, քան օրինակ դիմելու ձևի որոշումը։ Շատ հաճախ երբ մենք ասում ենք էթիկա, մտածում ենք եւ հասկանում ենք սրա տակ, որ միայն իրար դիմելու կամ բարևելու տոնի կամ այս կամ այն ժամին զանգել չզանգելու մեջ է, բայց սա շատ ավելին է։ Միանշանակ, բայց սկսում է հենց տեղից։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, երբ որ քննություն ես տալի բժիշկ դառնալու, ես չեմ տվել, չգիտեմ, բայց ընկերներս տվել են, այնտեղ փուլ կա, որտեղ դու զրուցում ես պացիենտի հետ։ Ու ոչ մեկ չի գնահատում քո Էդ էլ են գնահատում քո մասնագիտական գիտելիքները, բայց ավելի շատ ուշադրություն են դարձնում, թե դու ինչպես մտար սենյակ, ոնց նստեցիր, ոնց բարևեցիր, ինչից սկսեցիր քո հարցերը տալ։ Սա էլ է շատ կարևոր։ Դե սովորաբար ասում են հիվանդը չի հիշում, չէ՞, թե ինչ ախտորոշում է դրվել, այլ հիշում է, թե ինչպես է ասվել այդ ախտորոշման մասին։ Այո, իհարկե, դեմքի արտահայտությունը, վայ, ես ինչա կատարվում։ Դե լավ, ոչ առաջինն ես, ոչ վերջինն ես, սա եւս մի արտահայտություն, որ ցանկացած պացիենտի ուղղակի, չգիտեմ, ոչնչացնում է։ Կան բառեր, կան դիրք կա, հա, երբ որ դու չես նայում պացիենտին, դու երբ որ կարևոր ինֆորմացիա տալուց խուսափում ես հայացքը, թեքում ես, այդ ամեն ինչը փոքր քայլեր են, բայց դրանք ամբողջը մտնում է, օրինակ էթիկայի կոմպոնենտներից մեկը բժիշկ պացիենտ համագործակցության մեջ է մտնում, թե ինչպես դու կդասավորես քո խոսքը, ինչպես կհայտնես վատ ախտորոշումը, չեմ ուզում գլուխ գովալ, բայց ես դեպք եմ ունեցել, երբ որ մահացու ախտորոշում եմ ասել, բայց շնորհակալություն են հայտնել։ Ինչի, որտեվ երբ որ ամիսներով կամ տարիներով սենց ֆռում են ու ոչ մի բան չկա, ու ես ավելի քան վստահ եմ, որ ինձանից առաջել են այդ ախտորոշում ունեցել, չեն ասել, վախեցել են, չգիտեմ։ Հենց սա էլ է, չէ՞, լղոզված։ Օրինակ շատ բժիշկներ, նույնիսկ պացիենտներ ասում են, որ քաղցկեղի ախտորոշման դեպքում պետք է անպայման պացիենտին ուղիղ եւ այսպես հստակ ասել, թե ինչ խնդիր է։ Մեր ազգային էթնոսը, մտածելակերպը եւ հոգեբանությունն ասում է, որ չէ, հարազատներին ասեք ավելի քան այստեղ ոչ միայն մոտ հարազատներին, այլ հեռու հարազատներին, տղամարդուն ասեք եւ այլն եւ այլն։ Սա է լղոզվածը։ Մյուս կողմից էլ ասում են պացիենտը պիտի իմանա իրեն ինչքան է մնացել, ինչ խնդիր ունի, որպեսզի նաև զգաստանա ու ճիշտ որոշումներ կայացնի։ Այստեղ ոնց անենք, որ եւ ազգայինը չտուժի, եւ մարդկայինը չտուժի, եւ նաև էթիկայի կանոնների մեջ մնանք։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ այդ օրենքը չէ, մոտեցումը, որ պացիենտին պետք չի ասել բարդ ախտորոշումների մասին, հորինել են հարազատները, որոնք մտածում են, որ ախտորոշումը չասելու դեպքում իրանք, այո, մի հատ շատ կարևոր բան կա, երբ որ դու պացիենտի հետ խոսում ես, բացի նրանից, որ մենք քննարկում ենք անցյալը, հիվանդության պատմությունը, ավելի հին անցյալը, կյանքի պատմությունը, մենք նաև քննարկում ենք ներկան, SSS դեղերը պետք է օգտագործես, եւ մի փոքր փորձում ենք ապագայի մասին կանխատեսումներ անենք։ Ու երբ որ այդ կանխատեսումները իրականանում են, ուրեմն դու ֆանտաստիկ բժիշկ ես, եթե այդ կանխատեսումներին գնում ես դեպի դրան, մի քիչ չես հասնում, ուրեմն դու շատ լավ բժիշկ ես, բայց եթե քո կանխատեսումները չեն իրականանում, ուրեմն երկու տարբերակ կա, կամ դու սխալվել ես, ու եթե դու լավ բժիշկ ես, պետք է ընդունես այդ սխալը, կամ դու սխալվել ես ու դու վատ բժիշկ ես ու չես ընդունում քո սխալը։ Հիմա տես, պացիենտը շատ վատ է իրան զգում, բայց դու իրան 5 օր առաջ ասել ես, որ այդտեղ խնդիր չկա, բայց բանը, չգիտեմ, եղբոր տղային ասել ես, որ այնտեղ քաղցկեղ է։ Բայց սա չի սպանում մարդուն։ Ոչ, ով ասաց։ Դե դրա համար ասելու ձևեր կա, դրա համար տարբերակներ կա քննարկելու։
հա, երբեմն մտածում եմ, ես այդ կարծիքը լսել եմ, որը շատ ինձ ջղայնացրեց, որ բժիշկը տենց ասում է իր վրանից պատասխանատվությունը գցելու համար, ոչ մի դեպքում։ Հակառակը բժիշկը ավելի մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Երբ որ ասում է ձեր մոտ այս խնդիրն է ու դուք այսքան կյանքի տևողություն ունեք։ Այո, կլինեն դեպքեր, երբ որ այդ կանխատեսումը չի իրականանա։ Ի օգուտ պացիենտի շատ լավ է թող չիրականանա։ Բայց իրավունք ունի ասելու, որ օրինակ ձեզ մնացել է դիցուք 2 ամիս, 3 ամիս, այդպիսի բան իրավունք ունի։ Իրավունքի հարց չկա, գիտես ոնց, բա լավ չի մնա այդ մարդը ինչքան է իրան մնացի, ինչ անի։ Բայց գուցե լինեն մարդիկ, ովքեր կգնան ու օրացույցը ուղղակի կջնջեն։ Չի լինում տենց։ Չի լինում։ Չէ։ Ավելի շատ այդ ամեն ինչը, չէ, կլինի, չէ, իհարկե մի քիչ շատ կտրուկ չի կարելի ասել, իհարկե կլինեն տենց դեպքեր, բայց ընդհանուրի մեջ եթե նայենք, դու պետք է իմանաս, չէ, այդ խաղի մեջ, որը կյանքա կոչվում, ինչքան է մնացել մինչև համակարգչի անջատվել է։ Բարդ դժվար բան եմ ասում, իրականում սա օրերով կարելի է քննարկել, առանձին դեպքեր կարելի է քննարկել, երիտասարդին ոնց ասել, մեծին ոնց ասել, երեխային ոնց ասել։ Այդ կանխեցիք նաև հարցս։ Եթե կա ախտորոշում, պետք է ասել երեխային եւս։ Ես օրինակ սիրում եմ երեխաների հետ խոսել այդ թեմայով, բացատրել թե ինչի հետ գործ ունենք, բացատրել թե ինչի համար է քոր գալիս։ Դե քոր գալու ուրիշ է, բայց ասել, որ գիտեք, դուք ունեք օրինակ ձեր դիրույթում, եթե նայել ունենք, մելանոմա ունեք ու ձեզ օրինակ դիցուք այսքան ժամանակ է մնացել ապրելու։ Դե օրինակ տեսեք։ Երեխաների մոտ հանդիպում է նաև այսպես միջանկյալ հարցեր։ Ցավոք սրտի շատ հազվադեպ, բայց այո հանդիպում ունեցել ենք դեպքեր, ունեցել ուրախանում, որ սխալվում ենք դիագնոզի մեջ, երբ որ ասում ենք այդ դիագնոզը, ասում ենք գիտեք ինչ պետք է լրացուցիչ հետազոտություններ ու սխալվում ես, տենց ինչ լավ է որ սխալվեցի։ Ինձ լավ որ սխալվում եմ, ես տենց պատրաստ եմ տենց հասխալվել։ Գիտեք ոնց, շատ դժվար, ես դժվար ասեմ, դժվար կարողանամ ասեմ սրտաբանը կամ օրինակ արունաբան ու հուցքաբանը ոնց է երեխաների հետ աշխատում եւ իրանց հետ պետք է հարցնել, բայց օրինակ ես սիրում եմ երեխաների հետ քննարկել, ասել, որովհետեւ երբ որ երեխան ինքը հասկանում է, որ եթե ինքը քաղցր քիչ ուտի, իր վերքերը ավելի շուտ կլավանան, ինքը դա անում է, այսինքն դա լինում է ոչ թե հրամայական մամայի, պապայի կողմից, կամ ինչ-որ մի քիչալ բժիշկ ասել է տենց, այլ երեխան ինքն է գալիս այդ մտքի։ Ես վստահեցնում եմ 4 տարեկան երեխաների մոտ այնքան կամքի ուժ կա, այնքան գիտելիք եւ այնքան մոտեցում կա իր սեփական ավելի շատ քան միանշանակ։ Միանշանակ եւ պետքա կարողանալ այդ ամեն ինչը դասավորել։ Այստեղ էլի շատ հարցեր կան, որոնք դեռ որոշված չեն վերջնական։ Լողոզված են դեռ։ Այո, բայց երբ լուծումը կգտնենք միայն զրույցների քննարկումների միջոցով։ Էթիկայի գաղափարն էլ առհասարակ ինքը դուրս է եկել հենց տեղից։ Այո, որ մենք նայում ենք էթիկայի հիմնական հարցերը ուսումնասիրության, նույն օրինակ կյանքի ավարտի կամ այդ որոշման կայացնելու հարցը, էվթանազիայի գաղափարը։ Մի կողմից հասկանում ես, որ դա մաքսիմալ հումանիստական բան է, որտեվ մարդու ցավերի կամ մի խոսքով տանջանքների լուծում ես տալիս, բայց մյուս կողմից էլ լավ դու ով ես, որ դու այդ որոշումը կայացնես։ Ու այո, կան հարցեր, որտեղ շատ դժվար որոշումներ կան, բայց բժշկությունը երբեք հեշտ չի եղել։ Դե հա, միանշանակ։ Ես ուզում եմ հիմա տեսեք շատ հաճախ բժիշկներին, երբ օրինակ պացիենտները, բուժառուները բողոքում են, որ օրինակ բժիշկը էթիկայից դուրս էր, բժիշկը մոտեցում չուներ եւ այլն, բժիշկներն նշում են եւ իհարկե այստեղ նաեւ կա ճշմարտության նշույլ իհարկե, ժամանակը թույլ չի տալիս, իրենք չեն կարող այդքան մեծ հոսքի մեջ նաեւ ուշադրություն դարձնել, անհատական մոտեցում ցուցաբերել եւ այլն եւ այլն։ Ես հասկանում եմ երկու կողմին էլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, բայց այն ամենայնիվ եթե հիմա մեծ բոլոր դիտողների համար առանձնացնեք կարևոր, այսպես ասած, սկզբունքներ, հա, որ բժիշկն է, որ կարող ենք համարել իրեն էթիկայի կանոններին հնարավորինս հետևող մասնագետ։ Դա ոնց հասկանանք, որ այս բժիշկը էթիկայի կանոններին հետևում է։ Ինձ թվում է այն բժիշկն է, ով քեզ լսում է։ Իհարկե, եթե դու չես գնում պատմում քո հարևանի մասին, այսինքն դու խոսում ես քո առողջական գանգատների խնդիրների մասին, դա էլ է, պետք է բժիշկը կարողանա ուղղորդի բերի այդ սահմանի մեջ, թե չէ անverջ կխոսեք։ Երկրորդը, այն բժիշկն է, ով քո հետ միասին որոշում է կայացնում եւ հաշվի առնում քո կարիքները, այսինքն եթե շատ པարս ամենաբան կոպիտ օրինակը բերեմ, նշանակում ես դեղ, որի արժեքը նենց է, որ պացիենտը իրեն թույլ չի կարա դա վերցնի։ Էլ իմաստը որն է ձեր հանդիպման խոսելու։
Իսկ լինում է տենց։ Նշանակում ես դեղ, որը իրան պետք չի, նշանակում ես միջոց, որը ավելի շատ մեծ շահ ունես դու, քան թե պացիենտը։ Այդ այնքան շուտ միանգամից զգացվում է, շատ միանգամից։ Հատկապես եթե նշվում է դեղատունը։ Էթիկային պացիենտը, որը հավասարության սկզբունք է ցուցաբերում քո նկատմամբ, այն մյուսի նկատմամբ։ Անկախ նրանից թե ձեռքիդ ինչ ժամացույց է կապած եւ ինչ ավտոմեքենայով ես եկել, ով է քո համար զանգել եւ այլն։ Էթիկային բժիշկը, ով մի փոքր իրան նեղացնելով դիմացինին, պացիենտին փորձում է առաջ տանել այդ բարեգործության սկզբունքը, այդ դա մեր մասնագիտությունն է, ես չեմ սիրում ռոմանտիկ բաներ շատ, մեր մասնագիտությունը մենք փող ենք ստանում դրա համար, մենք սովորել ենք, որպեսզի դառնանք բժիշկ, որպեսզի տուն պահենք, ոնց որ, չգիտեմ, հացթուխը կամ լրագրողը կամ մեկ ուրիշը, բայց այ լրագրողներին չպետք է նշեիք ստեղ։ Ես իրան շատ եմ սիրում վերջի։ Հասկավ։ Բայց բարեգործության այդ տեղ անվճար աշխատելու մասին չի, էլի գաղափարը, բարեգործությունը գումար տալու մեջ չի, քո խոսքի, քո վերաբերմունքի, քո նշանակումների մեջ, ով ասաց, որ իմ մոտից բոլոր պացիենտները բուժված են գնում երբեք, չի էլ կարա տենց լինի, բայց ես մաքսիմալ ամեն ինչ անում եմ, որ իմ պացիենտները գոհ դուրս գան իմ սենյակից, մի փոքր ժպիտով։ Երեխաները չվախեցած։ Հիվանդությունը չէ, որ պետք է բուժվի, հիվանդը պետք է բուժել հիվանդին, դա շատ կարևոր սկզբունք է, ու երևի թե էթիկայի ամենա այդպես հիմնական սյունը դա է, որ այո, բնական է, մենք ունենք գիտելիքներ հիվանդության մասին, բայց մենք աշխատում ենք հիվանդի հետ, մենք աշխատում ենք հիվանդի հարազատների հետ։ Այսօր պացիենտը եմ խոսում, իմ հին պացիենտներից է արդեն 6-րդ թե 7-րդ ուռուցքն ենք չարորակ հեռացնում իր մաշկի վրայից։ Բայց ինքը ես համոզված եմ արդեն հոգնել է մեր կենտրոն գնալ գալուց, բայց ինքը գիտի մի բան, որ եթե ինքը եկավ մեր կենտրոն, ինքը իր բոլոր հարցերի պատասխանները ստանում, ինքը շատ հանգիստ է գալի։ Եթե առաջի անգամ մենք սարսափում էինք, հիմա շատ ժպիտով, լավ մի հատ էլ կանենք էլի, հա։ Այդ է շատ կարևոր, հիվանդանոցը չլինի տեղ, բժիշկի սենյակը չլինի տեղ, որտեղ մենք գնենք վախենալով։ Ու ուրախությամբ էլ պետք չի գնալ, բայց ռեալ գնահատելով իրավիճակը էթիկան երևի թե կօգնի, օգնելու է այդ ամեն ինչում։ Շնորհակալ եմ շատ, իսկապես սա մի թեմա է, որի մասին կարելի է շատ երկար խոսել, վստահ եմ, որ 3-4 հաղորդումը նույնիսկ քիչ է ամբողջապես ներկայացնելու թեման, բայց գոնե առաջնային են այսպես ծաղիկները տեսանք ու հասկացանք, որ եթե խոսում ենք բժշկության մասին, չենք կարող չքննարկել նաև էթիկան, որովհետև այստեղ կա մարդկային հարաբերություն, եւ եթե միտեղ կա մարդկային հարաբերություններ, շփումներ, ապա չենք կարող չխոսել էթիկայի կանոնների մասին։ Շնորհակալություն, սիրելի հիշեցնեմ, որ զրուցակիցս առողջապահության կազմակերպիչ Հովհաննես Հովհաննիսյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, ցտեսություն։